Ռադիո Մարիամ։ Միացեք Ռադիո Մարիամ հաղորդաշարին FM 104.1 հաճախականությամբ եւ 3W radiomariam.am կայքում։ Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ, այսօր Ռադիո Մարիամի ուղիղ եթերում մեկ երկի պատմություն հաղորդաշարի հերթական ուրեմն ծրագիրն է եւ մենք այսօր կփորձենք այս հաղորդման շրջանակներում խոսել ազգային այսպես մշակույթի մասին եւ ես այսօր կներկայացնեմ ձեզ Մոկաց Միրզայի պատմությունը եւ կլսենք նաեւ երգը Կոմիդաս վարդապետի մշակմամբ եւ իր ձայնով, ապա կշարունակենք մեր հաղորդումը։ Հիմա սիրով լսենք երգը։ Մեր պաբերի ժառանգած մշակութային արժեքների մեջ լինեն դրանք երկեր դուցյալ ներկություններ, վիբերկություն, շատ մեծ տեղեկատվություն կա, գիտական առումով էլ, սերունդներին փոխանցելու դասի առումով էլ։ Այսօր կխոսենք այդ պատառիկներից մեզ հասած մշակութային նմուշներից մեկի մասին, Մոկաց Միրզայի։ Մոկաց Միրզան իր մեջ մեծ դաս է պարունակում, բայց այս դասի մասին մի քիչ ավելի ուշ։ Իսկ այժմ ուղղակի պիտի ասեմ, որ Կոմիտասը Մոկաց Միրզայի մասին եւ մի քանի երգերի մասին, որ հայտնաբերեց այդ ժամանակաշրջանում, Ավետիք Իսահակյանին գրած իր նամակներից մեկում ասում է, թե այս երգերը նոր էի գտել, ուսումնասիրում եմ եւ նրանց մեջ կա կարծես մեր հին ժամանակների նախաքրիստոնեական ժամանակների ուժը, լեռների ուժը եւ ասես այս երգերով էր, որ Ծենով Օհանը կրթում էր Սասունցի Թավթին, կրթում էր մհերին եւ այս երգերն է, որ ժողովրդի մեջ արտնացրեց ազգային գիտակցությունը։ Այսինքն Կոմիդասը զգացողություն ուներ, որ այս երգերը շատ հին են ու այդ մասին մեզ փորձում էր տեղեկացնել եւ նա փաստորեն ոչ միայն փրկեց երգը իր երաժշտական առումով եւ տեքստային առումով, այլ կարողացավ նաեւ իր զգացողությունը փոխանցել, որից ուղղակի օգտվելով մենք կարողանում ենք հետևություններ կատարել։ Իսկ ինչ դաս կա Մոկաց Միրզայի մեջ։ Մոկաց Միրզան ուրեմն մեր մոկաց աշխարհի մեծերից էր, կարելի է ասել նաև արքաներ առաջնորդը,
որին որ թշնամին չկարողանալով ուրեմն ճնշել ուժային ճանապարհներով անցավ իր հերթական ավանդական միջոցներին, այսինքն խաբեությանը։ Մոկաց Միրզային հրավիրում է իր օդան, տվյալ դեպքում ասում է Քուրդ Փաշայի մասին, Կոլոտ Փաշայի մասին, բայց քանի որ մենք գիտենք, թե ավանդազրույցներում մեր հնուց հասած բանահյուսական նյութերում ժամանակի առումով միշտ մեր ժողովուրդը նոր կերպարներ է մտցրել, ավելի երիտասարդացրել է այդ առումով, գումարվել է ինչ-որ չափով պատմությունը եւ դրա ուրեմն ասենք իր հին թշնամին գուցե եւ ոչ Քուրդ Կոլոտ Փաշան է եղել, այլ մեկ ուրիշը, որը արդեն ուրիշ ուսումնասիրության նյութ է եւ այդ հարցը այս պահին մենք չենք քննարկում, որովհետեւ ինքը ավելի գիտական ուրեմն խնդիր ունի իր մեջ քննարկելու։ Եվ ուրեմն թշնամու կերպարը փաստորեն այդպես ներկայացնենք որպես Կոլոտ Փաշա եւ ուրեմն Մոկաց Միրզային հրավիրում է իր օդան եւ նրան փորձում է հյուրասիրել եւ հյուրասիրելով թույնել եւ ինչպես է դա կատարվում։ Նա ուրեմն երկի մեջ հենց այդպես էլ ասվում էր, եթե ուշադիր էինք երկի բառերին, հենց այդպես էլ ասվում էր, ուրեմն գնում է մեկ փաշլան, միրգ եւ գնում շուկայից դանակ, դանակը դեղում է ուրեմն մեկ երեսից, այսինքն դանակի մի կողմն է թունավորում եւ կիսում է հացը, իբրև եղբայրաբար մի կեսը տալիս է իր հյուրին, այսինքն այս պարագայում Մոկաց Միրզային, իսկ մյուս կեսը չթունավորված արդեն կեսը ինքն է ուտում։ Եվ այսպես խաբում է Մոկաց աշխարհի առաջնորդին։ Նա էլ վստահ լինելով իր, այսինքն նա Մոկաց Միրզան վստահ լինելով իր ազգային հայկական հայրենասիրական այսպես կանոններից հասկանալով, որ երբեք թեկուզ թշնամուտ էլ չի կարելի հյուր հրավիրել եւ հենց քո սեփական օջախում այդպես դավադրություն կատարել նրա դեմ եւ ուղագի վստահելով ուրեմն հեշտական անգամ կարելի ասել արդեն վտանգի տակ է տնում ոչ միայն իր առողջությունը, այլ նաև իր երկրի եւ իր ազգի փաստորեն։ Եվ ինչ դաս է այստեղ պարունակում։ Եթե մենք նայում ենք այս օրինակ պատմության մեջ մի անգամ արդեն կրկնվել է, թեկուզ վերցնենք Պապ Թագավորի օրինակը։ Կարելի է նաև ավելի թարմ օրինակներ էլ բերել, մի խոսքով այսպես կարելի է դասերը ճիշտ սերտել։ Հնուց եկած դասերը եւ դրանցից հետեւություն անելը ու շարժվել առաջ արդեն այդ ամեն ինչը հաշվի առնելով։ Ուրեմն ինչպես եւ ուրեմն ստացվում է Մոկաց Միրզային այսպես ուրեմն Դուցյազներկությունը տվյալ պատառիկը, որ Կոմիտասը փրկել է, ավարտվում է նրանով, որ նրան բերում են եւ թաղման ծես են կատարում եւ վերջում ասում է ուրեմն գնացեք բարով 1000 տարով։ Թաղումը իհարկե ոչ թե հենց թաղում իմաստով է կատարվում, այլ ուրեմն այսպես պողերուն մեջ, այսինքն այրին մեջ են դնում ու այդպես է ծիսակատարությունը կատարվում։ Բայց դա չէ կարևորը այս պարագայում, քանի որ սա կոչվում է դուցյազներկություն, ըստ իս չպիտի որ ավարտվեր դուցյազներկությունը մեր առաջնորդի, մեր հսկայի մահով ու թաղումով, ու ենթադրություն անելով նրա կինը պիտի սերունդներ ունենար, պիտի վրեժ լուծեր, պիտի կարողանա վերականգնել երկրի անկախությունը եւ դրանով վրեժ լուծելու ուրեմն այս առումով ու երկիչ երկահան Արսեն Համբարյանը ուրեմն
մի շարունակություն է գտել Մոկաց Միրզայի շարադրական տեքստին ուրեմն համահունչ, չնայած որ ինչպես վկայել է Խորեն Պալյանը, այս երգը ունի շարունակություն եւ գրվել է ժողովրդի կողմից։ Եվ ինչպես Մոկաց Միրզայի կինը գնացել է, վրեժ է լուծել, սպանել է թշնամուն եւ կարողացել է վերականգնել ուրեմն երկրի ազատությունը, երկրի անկախությունը, ժողովրդի այսպես արտար, այսպես խաղաղ հանգիստը։ Եվ հետաքրքիրը այստեղ այն է, որ մեր գրեթե ուրեմն բոլոր այսպես ժողովրդական, բանահյուսական երգերում է, որ մենք անընդհատ հանդիպում ենք դյուցազնական պատումների եւ չգիտես ինչու, այսպես անընդհատ փորձում ենք անտեսել, չշփվել ազգային արմատների հետ եւ մի տեսակ այսպես օտարում ենք մեզանից։ Սակայն փորձելով այսօր Մոկաց Միրզայի այս տեսակը ներկայացնելով, ես ցանկանում եի, որ մենք բոլորս մի քիչ գոնե կոմիտասանանք այս առումով եւ ժողովրդի մեջ ուրեմն կարողանանք նաեւ մեր հարևանին, մեր ընկերոջը ուրեմն ճիշտ բացատրել երգի իմաստը, կարողանանք նաև այս երգի ու նմանատիպ երգերի միջոցներով փորձենք փոխանցել բերանե-բերան, սերունդ-է-սերունդ մեր ազգային այսպես դյուցազնական վերաբերմունքը մեծերի նկատմամբ։ Եվ ինչպես ասեցի, ուրեմն Մոկաց Միրզայի նոր մշակումը փաստորեն Արսեն Համբարյանը կարողացավ որոշակիորեն նորացնել, ավելացնելով մի քանի այսպես տուն, համարյա թե կարելի է ասել, որ նա նման մի ուրեմն շարունակությունը գրել է Մոկաց Միրզայի ուրեմն շարադրական տեքստին համահունչ։ Եվ սա պիտի որ մտնի նաև ժողովրդի մեջ եւ որպես այսպես ոչ թե արդեն ավելացրած տարբերակ, այլ հենց երկի բուն շարունակություն, որովհետեւ ինչպես ասացինք, դյուցազներկությունը պիտի չավարտվի մեր պարտությամբ եւ թաղումով։ Եվ հետեւաբար հիմա կփորձենք նաև լսել Արսեն Համբարյանի այդ տարբերակը երկի եւ հետո կփորձենք արդեն վերլուծել երկու տարբերակները միասին։ Հիմա լսենք Արսեն Համբարյանի տարբերակը։ Օներուր փաթ լուսի շապատ գաշտերի իրեն մալաքավեն թղթիկ մեկավ ջզիրու կախքեն Արին բերին մալաքավեն տվինի ձեր Մոկաց Միրզեն Հազար ափսոս Մոկաց Միրզեն Գնաց հասավ չուր չամբարեն խաթուններ թափան պանջարեն թափան Մոկաց Միրզի թամաշեն չկեր յուր նաման բոլոր դունի են հազար ափսոս Մոկաց Միրզեն Խերջտեցներ կոլոտ փաշեն Բաժներ կոլոտ բրջամերկեն Կանչեց Մոկաց Միրզեն տարավիրոդեն Բեմուրատ կեներ կոլոտ փաշեն Արեց պարեն իչավ շուկեն Եթու առեց մեկ բաշելեն Առեց բերավ, տանակ դեղեց մեկ երեսեն, կաժեց կաժմին կերավ,
մեկ է դու մոկած Միրզեն, բեմուրատ կներ, գոլոտ փաշեն։ Եկանք հասանք, չուրխանք ու դարեն, բարով հասանք, չուրխանք ու դարեն, տեսանք ժուր նաշը ներքուց բերեն, հազար ափսոս, մոկած Միրզեն, բեմուրատ կներ, գոլոտ փաշեն։ Խաբար տարեք մալաքավեն, խաբար տվեք բերդի խաթունին, թող գավար յուր թախտեն, հանեթազեն ակնեսին, ինչի բերդի խաթունեն, հազար ափսոս, մոկած Միրզեն, բեմուրատ կներ, գոլոտ փաշեն։ Սիրելի ռադիոլսող բարեկամներ, մենք հենց նոր լսեցինք Արսեն Համբարյանի ուրեմն մշակված տարբերակը Մոկած Միրզայի վերաբերյալ եւ պիտի ասեմ, որ սա էլ ուրեմն մշակումներից, փաստորեն ժողովրդական ազգային մշակումներից մեկ տարբերակն էր եւ նաեւ կարելի ասել, որ սա նաև պիտի դասվի իսկապես դուծյազներկության շարքին, որովհետև ոչ մի բանով պակաս չէր բուն այն գտածոին, որը մեզ տարիներ շարունակ տարերով այսպես փոխանցվել էր, Կոմիտասի միջոցով հասել դեպի մեզ, մեր սերունդներին, մեր ազգային ուրեմն գաղափարին։ Եվ այսօր փաստորեն մենք այսքանով կփորձենք ավարտել Մոկած Միրզայի երգի պատմությունը, վստահ եմ, որ շատերիս մեջ նաև նստվածք տվեց դեպի արմատները վերադառնալու ցանկությունը եւ այլևս կփորձենք ուրեմն ապրել, շնչել հայավարի եւ ունենանք նաև հարգանք մեր արժեքների հանդեպ, ունենանք սեր մեր պատմական այսպես ուրեմն վիճակների հանդեպ եւ չթուլանանք ու ընդհանրապես ազգային այսպես արմատներով սնվենք։ Այսքանը եւ հաղորդման վերջում ես պիտի ասեմ, որ մենք ունենք նաև ռադիոպեմատրություն Ժորը Հարությունյանի ուրեմն Սերտի արատը կատակերգության ռադիոպեմատրությունն է, կփորձենք մեկ հատված ուղղակի ունկնդրել եւ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հուսով եմ կհանդիպենք շուտով մեկ այլ պատմական երգի ուրեմն բացահայտումով, կփորձենք հաջորդ անգամ ներկայացնել կուսանական արվեստը։ Ձեզ հետ էր Արան Աղշկարյանը, բարի գիշեր, ինչ նոր հաղորդում։ Արուն արուսյալ, սիրուն, արուն, սիրուն, արուսյալ դու, արուսյալ, արուսյալ, արուս, փալուն արուսյալ, Աղջի ես բրշկունել չեք որ սրտի սալատը ձևակերպի է, ձեր կենացը երկմար սարոաններ, ձեր կենացը,
Ձեր կենացը հերկեցեք խոպանը, բայց գուս որ խոպները քարի չառնի։ Եվ քո կենացը ընկեր Բերբերյան։ Կոլպոզիտ եկամուտը 400,000-ով կավարանա, ոչ չէ։ Մենք իհարկե քննադատության դեմ չենք, բայց ես ցույց կտանք։ Ահա, տես, Փորսուղյան 1, Փորսուղյան 2, Փորսուղյան 3, Փորսուղյան 4, 5, 6, Սարոյան 1, 35 տողը մեջ 6 անգամ Փորսուղյան, միայն մի տեղ դիրեկտոր Վարդան Սարոյան։ Արժե հերիք է, հասկացա։ Դու ես 25 տարվա մեջ այդքան թերթ չէիր կարծացել ինչքան ես երկորը։ Աչքս լուր, սեփական կնիքս էլ ինձ քննադատում։ Իսկ դու կարծում ես թե Բերբերյանն ու Սարոյանը քեզ քննադատել են, նրանք քեզ խայտարակել են։ Հետպես մի խոսի։ Խոսեմ եւ պիտի խոսեմ որ խելքի գաս։ Քեզ քանի անգամ ասեցի մի մատերիալ գրի հետ Բերբերյանն ու Սարոյանների գլխին։ Թող դրանց ոչ ուզել, չլսեցի։ Դե հմի կաթա ու գլխի դու։ Դե խելքիդ զոր մի տուր։ Մատերիալ գրելու համար փաստեր են արտոր, զորավոր փաստեր։ Հայ բա, այդ որ հոպված են գրել փաստերով, միայն հարկավոր է դասավորված գրել։ Դու մի ժամանակ կարգին շնորհք ունեի։ Երանի ինձ քննադատողները բոլորը քո դասավորված խելքին լինեին։ Ինչ է չամանեցին իմ խելքը։ Չէ, շատ անպետք անվնաս խելքի, անվնաս։ Բայց լավ կլինի մենակ թողնես ու չառնես իմ պաշտոնական գործերին։ Ես քեզ խանգարում եմ։ Դե մնա մենակ։ Դե մնա մենակ։ Ուրեմն Փորսուղյան 1, Փորսուղյան 2, Փորսուղյան 3, Մի սրա պաշտոնական գործերին նայեք։ Չի մի ասես թե ում շնորհիվ ես պաշտոնատեր դարել։ Լավ է, թետնեմ ձերքիդ է։ Ինչ կներ քո հալը։ Եթե գործկոմի նախագահ եղբայրը շններ։ լավ, ասենք, այդ մեկը ճիշտ է։ Միայն այդ մեկը չէ։ Քո բոլոր պաշտոնական հաջողությունների համար դու պարտական ես իմ ազգականներին։ Կրակ լնգանք, բայց քո ազգականներն են ինձ պակաս պարտական չեն, հա։ Օրինակ։ Հա, օրինակ։ Օրինակ են ծենցել են։ Օրինակ։ Լավ, թողնեմ։ Չէ, օրինակ, Գաբրիելյանները ինչով են քեզ պարտական։ Գաբրիելյանները։ Գաբրիելյանները նրան են պարտական, որ ես քեզ հետ ամուսնացա։ Ինչ է։ Քեզ հետ ամուսնացա։ Ընկեր Փորսուղյանը հիվանդ է։ Արուսյակ Ալեքսանդրովնան եմ։ Ծանր։ Երևանդը։ Ինչ Երևանդ։ Որ Երևանդը։ Ինչ է։ Երևանն է։ Այ մատ Երևանն է։ Բայց Երևանը չէ ճոտում է։ Այո, Երևան։ Գույեդամե։ Ժենիկ ջան դու ես։ Լավ եմ Ժենիկ ջան։ Ժենիկ նա։ Ինչ է։ Պրիստուպս, հա Ժենիկ ջան, ամեն օր պրիստուպ ունեմ, ամեն օր, բայց առանց պրիստուպի կարող եմ ապրել, չէ Ժենիկ ջան, չի, ինչ կա Ժենիկ ջան, ինչ աչքա լսա, Արսենիսի ինչ, այո, այո, ես ով է խանգարում, կենտրոնն է խանգարում, թե ով է խանգարում, ինչ միացի, ինչ է, հա Ժենիկ ջան ասա, ինչ է, Արսենիս ինչ, մթերումների վարչության պետ, Այ Արսենի նշանակել է մթերումների վարչության պետ։ Պրովոկացիա։ Չէ, Արսենի, այ մի լսի վիկը։ Ժենիկ ինչա։ Ժենիկ դու ես։ Դու ես թե դու չես։ Ժենիկ։ Ժենիկին անջատեցի։ Դե շնորհավոր Արուսյակի վարչական ջան, եղբորս նշանակել են մթերումների վարչության պետ։ Աչքներս լույս Արուսյակյան, խմելու բանտուր, կև արտավար, կև չուտա։ Սարդարանում, վայ աղբեր ջան, մթերումների վարչության պետ աղբեր ջան։ Են ինչ ես ուզում, միաներձակը գործկոմի նախագահ, մեկը մթերումների վարչության պետ, կնիկն էլ մթերումների վարչության պետի քույրիկ, սարի պես թիկունքուն ես վաչը ջան, սարի պես, քոտուրը աչելը կգտրի, ծախելը կգտրի, վաչական լավա։ Շատ ապրես Արուսյակյան, շատ ապրես, երանի նրանով կեզ ման կնիկ ունի։ Շատ մերսի։ Ես կում եմ մեր առաքինի եղբոր կերացը։ Այո։ Արժանավոր
ծնունդ է։ Քու բարեկամասեր եղբոր կենաց սարլես։ Շատ մերսի, Վաչական ջան, շատ մերսի։ Հաջողություն Արսենին իրեն մթերումների մեջ։ Շատ մերսի։ Անուշևա։ Աբա չեղավ։ Իմ Անուշը դու ես, դու։ Այ մարդ, էդոտ է թարմ, որովա համար է, մին նվակրի, մին կեպար եմ կեպ։ Աչկիս վրա, հեսա։ Նարայ, Արշկարան ընտանով Թողիու համար Չդորն ասեի Սիրում Արշկարան ընտանով Սիրում դամար Սիրում Արշկարան ընտանով Սիրում համար Այլուն արուսյալ Սիրում Pat De kes desem Zari kanaç Deneme Sakın sürü Deneme Ömrüstana Da Hadi kanat Esişkeva Vay Vay tu sat kez var yani Behemli tol Sarvayadı berberiyadı gri Togren Popsuyan yer bu Togren arayacağım Togren Kovaçakana tatlı parkok çi Yedans kıtırcı kıbırı Batı Sarvayanların tanıki çetse darlan çetse Փոքր եղբայր, որտեղ որ Սաշայից են Ռամբուլ մազերը չարժի, գարապես երեխի, ինստիտուտի ծերացնե տվեց, շրջանում եք հայտարակվեցին, գայմակ, մեծ եղբայրներ եկավ, պոպուս նստեց քոաթորին, ակատտանան դիրեկտորություն կսասի։ Դու նրա օրորում է մտածի, վաչականը նորից դիրեկտորը տակ։ Վաչական ջան, դե քեզ տեսնեմ, կամ դիրեկտոր, կամ միլիցապետ։ Չէ, միլիցապետս որնա, դիրեկտոր։ Նե աբիգնա բերնի գլազա։ Վայ։ Բովսաշը սիմոնը, որ քեմի վարսության պետ է, ինչքան կուրախանա, Արսենս նրան նորից կտեղավորի ինստիտուտ, Եվ այս անգամ արդեն կավարտի։ Միասը հետ փուչ Սաշայից խելքս բան չի կտրում։ Ինչու չի կտրում, խելք չունի թե ինչ է։ Պայմայը Սարոյանը ինստիտուտում կոմսոմոլի քարտուղար չի։ Դու խելքել ունին, թունակություն էլ, բայց այդ բոլորը ծախսում է աղջիկների վրա։ Ով է նեղանում, մի տարի ասում այ մարդ, արի Սաշային պսակենք, հասի թորան տեր դառնանք, տեր չես գանում, ոնց որ խորթերն ես այ մարդ։ Էլ ինչ խորթեր այ կնիկ Ինչ անեմ, 4 տնից աղջիկ ուզեցինք, 4 տնից մերժեցինք։ Բագայանն ինչ եղավ, ասում էին համ խելոք է, համ բարձրագույն է։ Շատ էլ բարձրագույն է, շատ էլ խելոք է, չեմ կարող զորով ամուսնացել տղես հետ։ Ինչի՞։ Նա հայ Սարանի կողքերն է ֆրֆռում։ Ամուսնության մեջ է ցավերը երեխի շամփեն կտրում։ Բա դու ինչ մարդ ես, որ չես կարողանում քո ենթակային այնպիսի մի նեղը գցես, որ նա ուզի չուզի ամուսնանալ տղայի հետ։ Լավ դա էլ հրամանով ձևակերպելու բան չի։ Շնորհք չունես, շնորհք։ Օրինակ դուրը ծեծում է։ Օրինակ։ Դուրը ծեծում է, Ով դու տուն թողնելու բան չես, բայց ինչ արած ազգականները պետքական մարդիկ են։ Համեց է, դիքերն էլ տերյա։ Համեցյակ Ալեքսանդրովնա։
Աչքդ լույս լինի, եղբայրդ նշանակվել է մթերումների վարդության պես։ Շնորհակալ եմ, որտեղ ես իմացա։ Մարդիկ են եկել, նրանք ասացին։ Արի արտասես, արի։ Բարով հիվանդախտ է, ես լավ ժամանակին հիվանդացար։ Դու գործեց Վասիլ, գործեց, երկիր ինչ կա։ Շատ բան։ Ես ինչ է, կոնյակը փոխվել է գինու։ Գործերը որ այսպես գնամ երբախում եմ գինին էլ ջերմուկ դառնա։ Մենք տեղակալ մարդիկ ենք, այսքանն էլ հազիվ, համեցեք, կոնյակ։ Շատ Ինչ եղավ, ակտիվներդ պասիվացան։ Ավելի ակտիվացան։ Սարյանի գավն են սպասում։ Ես էլ եմ սպասում։ Կազմածս գրաֆիկը որ հաստատել տամ է, ամեն ինչ պրծած է։ Դու մենք ձուկը գլխից ենք բռնել, գլխից։ Գլուխը բռնել ենք, բայց ամբողջ յուր սրանց պոչն է։ Տոստանք ուրիշ ձուկ են, ուրիշ։ Իշխան են, իշխան։ Ուզում են թող լոքո լինեն։ Նայած թորը գծողին։ Վարդան Սարյանը ինչպես գիտես դեսքից դալած ճիպոտ է, ինչպես ուզեմ այնպես էլ կոլոր։ Իմացար։ Դե մենք էլ տեղակալ մարդիկ ենք, ոչ մի տեղ մեզ ստորագրությունը չես գտնի, որ ես օտաս։ Ամբողջ պատասխանատվությունը կընկնի դիրեկտրիտ ու նախագահից վրա։ Ապրես։ Լսիր, հլա որ ուզենց այդ Բերբերյանի մի հատ քաղաքական աստարել կտանք։ Ինչ քաղաքական։ Դու լսել ես ինչ հայտարարել է Բերբերյանը։ Հայտարարել է թե լավ կլիներ MTS-ները վերացնել, մեքենաները տալ կոլխոզների տրոտրապի։ Ուրեմն կոլխոզ կանոնադրության դեմ է, դու դրան հետևիր։ Օշվակի պես։ Հիմա էլ շուտով դիրեկտոր կդառնաս։ Տեսնենք, լա տեսնենք։ Մեծաներ ձակտել դարձավ վարչության պես, մի բան էլ նա կօգնի։ Ասեներ, վայ չէ, քավլիցի, անա ռիսկ չունի, օրենքի համար մեռած մարդը, այդ տղամարդ է գործկոմի նախագահան էլ ձակս։ Գաբրելյանը ոսկի տղա է։ Դու ակտիվիստ ու քեվս բերեց։ Նա մի լավ խոսք ունի, ասում անունը դնում են քննադատություն, մարդուն մաքուր հայտարարում, կերածը խմածը 30 տալիս։ Չի ծիծաղում, դեմա ծիծաղում, ես չեմ խալկալի։ Դու ինչ ես ծիծաղում, Արուսակ Ալեքսանդրովնա, բայց Սաշան դրես, Սաշան, որ ես նրա ցավը տանեմ, ափսոսացությունը բեջը խնամի գտարնի։ Իմ Սաշա ոսկե։ դու էլ բրլյանտ ես, բրլյանտ։ Դու տեսեք ինչ եմ նու մորանայի։ Արուսակ Ալեքսանդրովնա, վաղը Համլետից ծնունդն է։ Համբոյի։ Ձեր ընտանիքով իմ ազնիվ գոնարն եք։ Դու էլ համադա ես լինել։ Շնորհակալ եմ, գաչկներից վրա։ Լսի, նախագահի դու գյուղատնտեսի դել կանչես։ Խորհուրդ ես տալի։ Անպայման։ Նրանց հետ բաժակ խփելը անհրաժեշտ է, անհրաժեշտ։ Դե գնա գործի։ Գնա գործ արագ։ Դու իմացիր, որ քո նախագահ կնքելու քավորն էլ ես եմ։ Ես գիտեմ, թե ուրիշ բան։ Բայց դու այնպես արա, որ տեղակալությունը մի հիշատակել ամնա։ Այ մայր, տեղակալի հիշատակը որոշ եմ հասկանում։ Այ տղա, տեսնում ես ընկերոջը տունը ներված։ Երեք սենյակի մեջ, երեք հոգով ուղղակի խեղդում ենք։ Խեղդում է, հանակ մասխարություն չի, խեղդում է։ Հարկավոր է մի սենյակ ավելացնել։ Իսկ ամբողջ շինարարությունը շինանյութը քո ձեռքի տակ է, չէ։ Դրանից էլ լավ հիշատակ այլա։ Արուսակ Ալեքսանդրովնա, այդ մեկը թող հոգուս պատկր ունի։ Լսի, են Գվիդոնին էլ նշանակել դուր պահակ, նրանից ապահով մարդ չկա։ Էմպես անեմ, մի սենյակ սարքեմ ոնց որ մի պալակ։ Դե տեսնենք, այնպես արա, որ մինչև։ Որ մինչև Սաշայից հասանիքը պատասխանի։ Ալեքսանդրովնա, սագի Սաշին թող մարդ դառնա։ Պսակվելով մարդ դառնա, մի դու ակադեմիկոս կլնեի։ Դե համեցեք, Սարա, համեցեք ընկեր Բերբերյան, ուսնյակ իշեր, բոլորը վինակունություն է։ Ինչ տեսնով է։ Ասա, Ալեքսանդրովնա,
Konçune. Tonçunem vay. Esander sarnara toğum ne var kem? Amen şabattan gina, amen şabattan atsafi korçi. Lavar şahit Alexander'ına. Tozmuna edinmece Hamlet'i için Aç kızlara, aç kızlara. Degin ardaş, gına hadi olsun. Ah, ne jest? Gnac. Vay yeter çamatları. Գլուխներ ուզես կտայմա Այդա, գլուխունի որ տա։ Հիմի ինչ ես որոշում, վա գնալու ենք դրանց համբոյի ծննդին Դու ասացիր աչիներից վրա իմի ինձ ես հարցնում։ Ես գիտեմ ինչ եմ հարցնում Նվեր եք տիարնես Պատատար ձերքով կգնան։ Ոչ մի նվեր Այմա դու հոտերտերյանից կախում չունես որ նվեր արնես Կախումը որ նայկնի կյանքի օրենք է, մեկ պետք է տաս, որ երկու ստանաս։ Չէ, իմ օրենքներ այն է, խոսքով տաս, գործով ստանաս Նայս տեղի, նայս մարդու, նայս։ Չէ, չգիտեմ, կամ կգնանք առանցների կամ չեն գնա Լավ, գնացենք։ Իմի գնա մի քանի հատ հավմորտի մինիստրությունից մարդ կեն եկել, կանչու եմ ճաշի։ Աչկս լույս, ամեն եկողի համար հավմորդ եմ Նախ իմացի ոտքեր են, հարի են արժան, թե տանիր հացի Ասացի չէ, մինիստրությունից եկած պետական մարդիկ են։ Հիմա վարչությունը մարսինիցս մեծ մարդ չկա Արուս ջան, արուսիդ, արսեն իր տեղն ունի սրանք իրենց։ Կյանքը կոմպրոմիս է, կոմպրոմիս։ Պետք է մեկին ջան ասես, որ կարոնաս մյուզին չոր ասել։ Չէ, քո կոմպրոմիսի իմացան հավերի գլխին մի կապին Ձերքի տակ 7 կոլխոզ ունես, բերել դու ես եմ մորթե Ահասի դրանք էլ են կոլխոզը եկալ, ջուրը հոչի բերել։ Որ ամեն եկածը գնա, տակնիչ կմնա Ես ես ասում եմ հավ։ Չէ, Հավ եմ ասում։ չէ, Սաշա զեկամ, չէ Հավ։ Էդ ինչ այդ երելի կոնձել ես, հա։ Չէ, Հայրիկ ջան, ուղղակի կուլ եմ տվել։ Դե գնա հանգստացիր։ Չէ, Հայրիկ ջան, հանգստանալու համար 100 գրամ պակաս է։ Թող ասում։ Չէ, բդիրգում եմ Հայրիկ, Թող ասում եմ գնա հանգստացիր։ Գրեմ տականամ։ Ինչ ես նստել ճամփիս վրա։ Սաշա ջան, աչքդ լույս լինի Արսեն, քերիդ մթերումների վարչության պետ է Միատ տուշ Շատ վատ եղավ, հիմա քիչ ավելի բարձր կտնենք Բայց ես ամաչում, նա քո հարազատ քերին է Քեզ նորից կտեղավորի ինստիտուտ և այս անգամ արդեն դիպլոմոտ կստանաս Դե լավ, միատ էլ տուշ Եթե նա քերերին էր, մի վերան կխնդրեր ինձ ինստիտուտ չէին վռնդի, քերի Խմած է, բայց ճիշտ է խոսում շամորդին է։ Բոլորովին է ճիշտ չէ Այն ժամանակ պետք է խնդրել հիմա կկարգադրի Լավ դու ես ճիշտ է։ Մայրիկ ջան, Հաջոն, բալաջը Մայրիկ ջան, ես քեզ նվեր Ոչ նորակալ եմ, բալաջը Ես քեզ սիրում եմ, Մայրիկ ջան Անդատար է մայրիկ Շնորհակալ եմ, բալաջան, ապրի Հայրիկ, քերի գրիդան ասում է, այդ տղա փողը բարձրագույնն էլի, փողը, որ մեր շրջկոպի նախագահը բարձրագույն չի, պակաս է ապրում, հերդ թող հաջողացնի շրջկոպի խանութներից մեկում ես աշխատեմ, 2 ամսվա մեջ քեզ համար մի հատ մասկվիչ կառնեմ։ Ինչու՞ չես հաջողացնում, հա։ Այդ անգրագետի մեկն է, ինչ ես կարող նա գործողատար աշխատել։ Ասում ես Մոսկվիչից զրկվեցինք, էլի։ Երան ես դառնայի խանութի վարիչ, նա էլ գործակատար։ Էդ էր պակաս Գործ։ Հարուսյա Գաբրելյանի տղան խանութի վարի, չէ Լավ, հասկացաք, ինձ ուտեղ էլ մի սկսեք Հենց համու լազատը գործակատարության մեջ է Չէ, դե պարկի կներ Չէ, միատել պտիկ Միատել եմ խմում Պարկի ասացի Գրիրացում եմ Ինչ է Լավ, գնում եմ, մի մեջեք Թողեք կնեմ, ես պետք է կնեմ և հանգստանամ Չող, մի խպիր, հասմեք Ծուղ Վայ Երեխիս գիր են արել
Գիրեն արեն, այ մամ, գիրեն արեն։ Այս զարման ինժեների երկի տոքնի։ Նամակը տստացա, արևոտ մերն է, կոմորդ պարացանգա, բարևդ կարն է, ինժեներ պալաստացար ուսում, դու միշտ կաշխատես, մեր նոր էմը տեսում, երեխես կրեց, էլ ոչ մի ձայն,
اشک خرخر برگوزه هلا 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 نینایه اشک خرخر برگوزه هلا 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 نینایه گرمر فستان ها بوزه هلا 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 نینایه شد سلق ببیلوزه هلا 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 نینایه شد سلق ببیلوزه هلا 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 نینایه دهانونیت خورن هلا 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 نینایه زینت گوکو آخرن هلا 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 نینایه زینت گوکو آخرن هلا 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 نینایه ورغن دایلیرن سرتا هلا 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 نینایه یشیک میگما گذردا هلا 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 نینایه یشیک میگما گذردا هلا 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 نینایه اشک نانونت شوشان هلا 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 نینایه اری ارتنگ میر پوشان هلا 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 نینایه اری ارتنگ میر پوشان هلا 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 نینایه اشک نانونت شوشان هلا 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 نینایه مدن سودون کی نشان هلا 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 نینایه مدن سودون کی نشان هلا 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 نینایه دهانونیت توماس هلا 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 نینایه چواکی روزیم دوماس هلا 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 نینایه چواکی روزیم دوماس هلا 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 نینایه آرام بردم دای میخوان هلا 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 نینایه یشی چابای انا میرهان هلا 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 نینایه یشی چابای انا میرهان هلا 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 نینایه تون زهرم بانگای
Մարիամ։ Միացեք Ռադիո Մարիամ հաղորդաշարին FM 104.1 հաճախականությամբ եւ 3W ռադիոմարիամ.am կայքում։